Նոլանը իմ համար ուռճացված ռեժիսոր է։ Ոնց որ Աքիլեսը ուր էին Պաուլիսակը գրողը տանի։ Զոֆիլ Անծանոթ է որ Նիկոլաս Քեյջը Սարգիս Գրիգորյանի հետ խաղում է։ Զիլոն Էմիլյան չեմ սիրում ես։ Միգուցե դա նրանից է որ ես կինոմանը Աշխարհի ամենալավ պարիցեյսկին, հա։ Դեպի լավ սցենարում, ճիշտ դրամատուրգիայում, հա։ Բա հոդոգը լավ դա։ Կարող եմ 2 ամսվա բան ասել։ Սենց մի բան լինելու է հետո։ թվասեր կուտես։ Դու ինձ այնքան չես հարգում, որ այդ թվասերը արդեն մտավ իմ ստեղ։ Մի արա։ Արվեստը սազբանա, դու նախ ստեղծում ես։ Մենք չենք համաձայն չենք անելու տգեղ գովաստ։ Որովհետև իրան լուբոյ տեղ է ստանում, տկլոր ցնում ես։ Պրոստը պետք է ճիշտ բալանսը լինի։ Մի քիչ մի հատ SMM շիկի տվել են, ինքը շատ լավ սենց բումարել։ Ինքս էս խորացած նայում ասում եմ, «Էսով է արել էս էդիտը»։ Bloody Diabolical։ Խնդրում եմ նայեք։ Ոչ ես քեզանից դա չէի ուզում։ Նոլանի ճանապարհները անքննելի են։ Մեր էպիզոդը համակարգում է 36 հատ։ Մենք արդեն չգիտենք ինչ լինի։ Դեռնստին հազել արդեն ինտերակցիոն։ Հայկը կոնտակտ է ցելոն։ Աղջիկները դեռ խոսում են։ Մենք ասած էպիզոդը կիսեցինք, այն հույսով, որ դեռ մի քանի էպիզոդ կստանանք մեր նկարահանումից։ Մենք հույս ունենք, որ մեր կնասեն սամինչ։ Դիմավորեք մեր երկրորդ էպիզոդը։ Իսկ մինչև այդ մենք հասկանանք ոնց ենք փորձում գոյատևել այս բաններով։ Մարքեթինգի մասով, գովազդի կոնկրետ։ Հիմա Supreme-ի հետ կապված։ Ինքը Marty Supreme։ ինքը ահա որ շատ գովազդ արեց, շատ։ Ինձ թվում է կինոյի ամբողջ գույն է ինվերսիվ։ կինոյի ֆինանսի չափ, ֆինանսը ծախսել է երևի տենց գովազդի վրա։ Բայց Ինչ։ ես կինոսեր լինելով, Կինոման։ կինո սիրող մարդ լինելով, ես այդ կինոն չնայեցի չեմ է ուզում։ Մենք այդ կինոն քննարկենք, հիշում ես։ Համաձայն եմ այդ զգացողությանը։ Պրիտոմ մենք պետք է այդ կինոն քննարկենք, մենք խոսացել ենք, որ այդ կինոն քննարկենք, բայց ես եմ որ միջև վերջի պահը չէի ուզում նայել։ Բոյկոտեցիր դու։ Չեմ բոյկոտել, բայց ասում եմ լավ կլինի Բայց չանեմ։ քիչ ես ամենասկզբում ես եմ քիչ ես ասում, ուզում լսա։ նայենք։ Որն էր։ Ինձ չի քաշել իր ոչ մի բանը։ Вообще, կարող է դերասան ուրիշը լիներ։ Կարող է քաշեր։ Դե ես չեմ նայել, որովհետև ես չեմ սիրում Ցիմենցին։ Գլոբալ եսը չեմ սիրում, բայց Այսօր համար պատրաստել ենք այսքան։ Ջոնան նայում է։ Ես կհեռանամ, իրանք կխոսեն։ Նույն Բայց պրինցիպով Վինան դու չես աներ, նայի բայց ինչ Թիմոթիի պիտի համար։ աներ։ Մարտինը կնայես Թիմոթիի համար։ Վիլնյուվի Զունան նայում ես համար վիզուալի կնայես։ համար, Վիլենուվի Մարտինը համար։ որն էր։ Բայց վատա Marty խաղում։ Այս Supreme վերջին բանի Marty Supreme խաղացող համ։ Բայց վատա խաղում ինքը Ջունայում։ Համաձայն եմ քոզ բան։ Սեղանի տենիս պինգ-պոնգ, չի? Նույն բանը չի։ Ինչ որ է, թե սեղանի տենիս։ Բայց էմոցիաների հետ համաձայն եմ, որտեվ ես էլ այդ պատճառով չեմ նայում։ Հիմա ասում եմ Ջունայում ինքը վատա խաղում։ Դրա Իրա մասին չի վերջին ասածս։ մենախոսությունը Ինքը եւ Մարտին Սուպրիմում էլ է լավ խաղում։ Գիտես, Նայում հասխալ էլ։ կոմպոնենտի վրա Միայն է ես- կենտրոնանում։ Մարտին Սուպրիմը Չէ, կնայես եկեք նրա ասում ենք համար։ դերասանը Ուզում վատա ասեմ։ խաղում։ ինքը Մենք լավ այնքան խաղացել Դաժլիվի Նյու Յորքի մեջ։ Ինքը սաղ ֆիքսում ասում է։ դոժլիվի Նյու Յորքի Ինքը Call Me Երեխեք- by Your Name-ում է լավ խաղացել։ Երեխեք մի հատ հետարքի Դուք բան։ էդ իմ- Ջունան շատ լավ օրինակ է Մենք Շարլամեի հետ Մենք կապված։ տոլերանտ չենք։ Մենք Ասես բան կա։ ինքը լավն էլ Վես Արա Անդերսոնը։ երբ որ մեկը խոսում է, լսեք մյուսին, էլի։ Որ Շարլամեն նկատել եք, որ դարել է շատ ավելի մեծամիտ տղա ներկապային։ Չեմ բշտում, պրոստը ես եմ գից կասեմ, հետարքիր կբռնեք։ Քան այն ժամանակ, երբ որ ինքը Դաժլիվիդիեն Նյու Յորքում էր նկարվում։ Դե հա բա։ Որոնց Դաժլիվիդիեն Նյու Յորքում երևում է, որ ինքը ասես ներքին հանգստությամբ, ցանկությամբ ինչ որ մի հատ հետարքիր ձևով մոտենում է կերպարին։ Վերջի ֆիլմում երևում որ ինքը ասես արդեն տենց շուտ պահանջներ ունի, որպես Ինչ ես Որպես կարծում, ինչի դերասան։ համար։ մի հատ Ջունայում եմ ուզում գամ սրան։ Ջունան այդ ճանապարհի արանքում է եղել ու Ջունա մեկում ինքը հələ բանի Դաժլիվիդիեն Նյու Յորքի տեսակետը գայա
երկրորդում արդեն իր ագրեսիան իր մեծամտության մեջ մտել է։ Ու երրորդում ինքը արդեն կլինի մաքսիմալ ագրեսիվ տիպ, Բայց դա իր բայց իր կերպարի կյանքի գծով է դա դարել տենց։ Իմ կարծիքով մենք խառնում ենք մի քանի կարևոր կոմպոնենտ, որը կապված է դերասանի եւ սյուժեի հետ։ Դա իմ կարծիքն է, ոնց որ կարող ես դու չհամաձայնվել այդ մտքի հետ։ Նախ Ձյունան 3 մասերում 3 տարբեր անհատականություն է Թիմոթին ներկայացնելու։ Այսինքն այն փաստը, որ ինքը կողքից նաև ուրիշ պրոյեկտներում է ներկայացրել, այսինքն ինչքան ինքը պիտի լիներ ոչ պրոֆեսիոնալ, որ թույլ տար իրան, որ կողքի իր պրոյեկտները ազդեին իր կարիերայում ամենակարևոր պրոյեկտի վրա։ Այսինքն ոնց կարող է ինքը վերցնել Marty Supreme-ի ամբիցիոզ այդ սպորտսմենի կերպարը ու թույլ տալ, որ այդ սպորտսմենի կերպարը իր վրա ազդի այնքան, որ ինքը գնա այդ մտքերով ու էմոցիաներով խաղա Ձյունայում։ Ես իր մասին այդ կարծիքը չունեմ, բայց ես չեմ կարող դա բացառել, որովհետև այդքան լավ չեմ ճանաչում իրան։ Ես կարող եմ մի հատ միտք ասել, որ ինքը այս ֆիլմում Marty Supreme-ի մասին է խոսքը գնում։ Այդ ամբիցիոզի փաստը այնքան շատ էր նաև այդ PR-ի ու մարքեթինգի առումով, ինչի մասին այսօր խոսում էինք, այնքան շատ էր պրոյեկտվել իր վրա, որ ինքը դրա մի մասն էր դարել։ Նույն այն միտքը, որը ինքը ասեց հարցազրույցի ժամանակ բալետի մասին, լինելով բալետի պարողների ընտանիքից, ինչպես իր մայրն է խոսում եւ ասում է քույրն էլ է ինչ որ պահի գնացել։ Այսինքն մարդը մի հատ մտքի կրողը լինելով արտահայտել է այդ միտքը հակասում է իրան էլի ինչ որտեղ, բայց ես մտածում եմ, որ դա դրա հետ կապ չունի։ Ես մտածում եմ, որ ամեն դեպքում դա եղել է պահի ազդեցության տակ, էլի։ Իդաս եմ տենց կարծիք ասում, համեմատականով։ Դե Պոլ Հոլանդին իր հասակակիցին իրար կողք որ դնում ենք, Պոլ Հոլանդ, Թոմ Հոլանդ, հա։ All Atreides։ Դες լավ ասած։ Պոլ Հոլանդ դες կարող եմ դերասան։ Թոմը ինքը, Պոլ Հոլանդ։ երբ որ մենք ֆիլմից հանում ենք դուրս նայում ենք իրաց կյանքում ապրած ձևին, ժամկետներով չեմ կարող ասեմ, բայց մի ագին ժամանակ առաջ որ նոր էին իրանք ասպարեզ մտնում, իրանց ներքին հանգստությունն ու վարքագիծը նման էր։ Հիմա Հա, ինչ որ շատ համեստ էին, շատ տես նոր են եկել։ Թոմի մոտ մնացել է էդի, իր մոտ ահա որ փոխվել է։ Նայ, Թոմը նաև վերջերս իր սոցիալական ցանցում ասել էր, որ ինքը վերցնում է դաթար, ինքը դուրս եկավ մեդիայից, հետո հետ եկավ, բայց իր կերպարը մեդիա, ինքը հենց տենց էլ կա, բայց Թիմոթին միշտ չի տենց եղել։ Թիմոթի մեջ այդ ամեն ինչը կար, նույնիսկ կարմիր գորգերին էր պահվածք, էլի։ Պարզապես, նայ, ես կարծում եմ, որ մարդը չի կարող միշտ կեղծի այն ինչ որ ինքը կա։ Այսինքն ամեն դեպքում ինքը դառնալու է, ինքը ցույց է տալու վերջում այն մարդը, որ ինքը կա։ Պարզապես ես կարծում եմ, որ շատ են, էլի, այդ իր կերպարները պրոյեկտում հենց Թիմոթի դերասանի վրա։ Մի բան էլ ասեմ, որպես նեյտրալ, այսի ասեմ ու փակենք։ Դա մարդը սիրում է Թիմոթին։ Կոնկրետ մեդիա դեմքերի ինչ ես կարա դատես իրանց մի արտահայտությամբ, որտեղ հիմա ինչի ազդեցության տակ կա դա ինքը ասել, բան չի։ Ես Թիմոթին տենց չեմ սիրում, ինքը լավ դերասան է։ Բայց ինքը շատ ամբիցիոզ մարդ է, ու իրան չես կարող համեմատես ուրիշ բանի հետ, որովհետև ինքը չի հերքում, որ ինքը ամբիցիոզ է։ Ինքը, երբ որ իր մրցանակները վերցնում է, ինքը ասում է, որ ես հասնելու եմ սրան։ Իր մասնագիտության մեջ դա լավ է, իրան պետք է։ Ու ինքը Թոմի հետ չես կարող համեմատես, որովհետև ինքը ուրիշ մաստի դերասան է, էլի ինքը ուրիշ ֆիլմերի է բանանում ու այն ֆիլմերը, որոնց մեջ ինքը նկարվել է ու որոնց պատրաստվել է, որոնց համար պատրաստվել է ու ինչ ձևով է ինքը պատրաստվել են։ Երկչի մասին ֆիլմը, որ 8 տարի պատրաստվել է, Դյունան եւ այլն։ Իմ կարծիքով Դյունան իր ամենալավ դերն ու կերպարն է։ Դեռ Call Me by Your Name-ից հետո։ Գիտես ինչի ենք խոսում Թիմոթի, որտեղ ինքը ամենամարկետինգային Call Me by Your Name Դյունան։ Այն բաների մասին, հա։ Հա, այն բաների մասին։ Այդ բառը ինձ թվում է կարող ասեք։ Պեդիկներ, հա։ բան է։ Ես նկատի ունեի տերմինը, Բայց մենք խոսում ենք Թիմոթիից նրա համար, որովհետև ոնց որ ինքը մարքեթինգի ու այդ բոլոր գովազդային արշավների մեջ ամենաշատ երևող դերասաններից է։ Okay, թեմայի շրջանակներում։ Ես բան եմ շարունակեմ այդ սոցիալական ցանցերի թեման։ Կներես միջև այդ թեման։ Մի հատ էլի հարց տամ քեզ։ Ինձ։ Հա, Supreme-ի ու Sinners-ի հետ կապված։
Supreme-ի ու Sinners-ին, հա։ Օսկարն էլ եք Հա։ դուք քննարկել, Օսկարն եք գիտեք։ Լեզվին, Գովազդելա շատ Supreme-ը, Մհմ։ որը որ ֆոկուսայնությունով գովազդի հաշվին ավելի մեծ հավանականություն ուներ որ կարա ստանա ինչ-որ մի բան։ Այնտեղ ոնց որ թե ինքը սցենարի Ինչի մեջ հաշվին կար, կարող է ստանալ։ գովազդի իր եկամտի եւ այլ։ Տենց անվանակարգ կար, հա, բայց այդ դրա հաշվին չի ստանում Չէ, Օսկար, էլի։ չեմ ասում ճանաչող Ճանաչելիության, ճանաչելիության, հա։ պահով, այսինքն ինքը ավելի ճանաչված էր, քան Sinners-ը։ Թե չեմ Հա, կարծում։ Sinners-ը ավելի քիչ է գովազդվել, ավելի քիչ է ծախս Բայց եղել իր ավելի վրա։ քիչ ճանաչված էր Օսկարին։ Ինչ որ մի Մինչև պահից Օսկարը։ սկսած է ինքը սկսե ճանաչվել։ Օսկարին շատ Okay, մոտ ժամանակահատվածում։ Ինչ է լինում նենց որ միլիոններով ծախսում է մի հատ կինոյի վրա գումար, Ահա, գովազդ, չգիտեմ, այնտեղ գնում է այդ հարցազրույցներ։ կերպարի մեջ հենց X շոուերի մասնակցում է, գլոբուսնա վեկալուն վարձը, որը որ շատ թանկ է, տրեյլերները, թիզերները ուր ասես որ ֆռում է, կարճ ասած։ Sinners-ը չուներ այդ սա։ Մհմ։ Օսկարը ստանումով B. Jordan։ Առանց գովազդ։ Հարցը։ Խի։ Շնորհակալություն։ Բայց հետո դուք էլ եք էսի պատասխանելու։ Ես կարծում եմ, որ ինքը Ես- համեմատելու կետեր չունի։ Մենք խոսում ենք իմ սուբյեկտիվ կարծիքով երկու տարբեր բաների մասին։ Ես միշտ ասում եմ, որ հաղթում է արժանավույնը, այսինքն այն մարդը հաղթել, ով իրոք արժանի էր այդ մրցանակին։ Եթե մենք սկսենք լրիվ ուրիշ տեսանկյունից քննարկել Օսկարը, BAFTA-ն կամ Golden Globe-ը, մի քիչ ուրիշ բան կստացվի, էլի, բայց ես ունեմ իմ մեջ իմ ուրույն կարծիքը, թե ինչի Մայքլ B. Ջորդանը այդ երեկո տարավ այդ մրցանակը։ Եվ դա շատ པարզ էր եւ դա բոլորը գիտեն։ Լսեք, ես շատ կողմ եմ, որ Մայքլ B. Ջորդանը ստացավ։ Դե ես Ինչու՞։ ուղիղ Ինքն էլ հարց պատասխան չի չունեմ լսել։ դրան։ Լսել է, ինչի է տենց։ Խի, Ախպերս կապ չունի այդ մարքեթինգն ու ֆիլմի продвижениան Օսկարի հետ։ Ախպեր։ ախր այդ ուրիշ ֆոնին է ինքը Թե հաղթել, չէ, էլի։ մարդը հարցնում է ինչու Նա- Մայքլ B. Ջորդանը Ինքը ստացավ, արժանի է, ինքը արժանի էր իրոք այդ Չէ, մրցանակին արժանի գլխավոր դերի մասով չի։ համար։ Արժանի Բայց- մասով չի, գումար ծախսելու մասով չի։ Եթե տենց նայենք, իմ համար արժանին էր ոչ թե B. Jordan-ը, ոչ թե Ծիմծին, այլ Դիկապրիոն։ Եթե Սպասի։ նայում ենք անձնական ինչ-որ Արի մի հատ ցանկություններով։ բան դիտարկենք։ Բայց ես կարծում եմ այդ օրը, երբ որ Մայքլ B. Ջորդանը ստացավ այդ մրցանակը, դա միայն քո ասած կոմպոնենտները Michael չէին, B. է։ Բնականաբար, Բա եթե դրա նայում համար ենք, ստացվում եթե ինքը նայում դրա- ենք դերասան, աշխատանք, դերասանը աշխատանքում, Դու խոսանելի։ դերասանը աշխատում է Վիճեն։ ինքը իր անձի վրա, ինքը իր ֆիզիկականի վրա, ինքը իր գիտելիքների վրա, որը ծիմծի պարագայում շատ էր։ Մի Իրեն րոպե։ մարդը ինչ որ X մի վարքյան տարիներ սովորել է տենիս, չէ՞, ինչքան տարի է ինքը պարապել։ 8 Ապրես։ Մայքլ B. Ջորդանը զույգ ախպեր խաղալու համար ինչքան է պարապել։ ման է։ ամիս, չգիտեմ։ Ուղղակի իր Աստված crush-ներ։ գիտի։ Ամբողջ ստանում է, կյանք։ Ամբողջ կյանք։ հա, ինքը Բայց Բայց Իրական ես մի քիչ տարբեր տարբեր բաներ եմ վերցնում։ Տարբեր թեմաներ իրար բերեցի կպցրիկ։ Նա խաղում է ամբիցիոզ ու ինչ որտեղ շատ կյանքով սխալ որոշումներ կայացնող սպորտսմենի մասին։ Էնե երկու զույգ ամբիցիոզ ախպերների մասին է։ Սևամորտների մշակույթը ներկայացնող ֆիլմի մասին, ով չգիտեմ, ինչ որ Հարցի իմաստը ինչու՞մն է, լոգիկան հարցի ինչու՞մն է կայանում։ Խի հարցի լոգիկան ինչու՞մն է կայանում։ Արժանի լինելու համար Ահա։ ավելի Կարամ ես ծիմծին։ ասեմ։ Լիքը բանով, արժանի չէ։ ով հաղթում Կարամ է ասեմ, արժանի, ըստ մի հատ կներես Ինչի է ակադեմիայի ժյուրին Դենիել Դելյուիսը ստանում Չէ։ Օսկար օրինակի համար, բայց իր այդ մեկտեղ Ակադեմիայի ուրիշ մարդը ժյուրին- ինքը չի ստանում։ Արի կապեք Բայց ձեռներն Օսկարը երբեք դրա մասին չի եղել, է։ Օսկար եղել է նրա մասին ով ավելի շատ վիզ դրե ինքը իր համար Ոչ, նախևառը։ ախպերս Օսկարը երբեք դրա մասին չի եղել։ Մի հատ բան Օսկարը ասեմ։ ունի իր ներքին պոլիտիկա։ քաղաքականություն։ Դրա համար վիժով չի ստացել։ Մի րոպե բան ասեմ։ Մի Ով վիժվշեն։ մի հատ Հա, Դիկապրիոն։ 20 րոպեն մեկ մի բան ասել կարելի է։ Թե չէ էլի բանը մի հատ արտահայտություն կասեմ այնտեղ քեժը վատ դերասանա, սա կենտրոնան դրա վրա Զում կանեն Էրանտի վրա։ Էսի կոմնա։ Ուրեմն կոնել տեսա։ Հենա։ Էդի չի կողին։ Ուրեմն միացես բան կա։ Օսկարը դատում են, ովքեր որ ընտրում են էլի, ով է լավը բան, տարիքով մեծ մարդիկ։ Մեզ համար բան չի, հարց չի, որ երբ որ նույնիսկ գրքերում գրված է,
Երբ որ տղամարդը խաղում է կին, ինքը ուժեղ դերասան է։ Երբ որ մարդը խաղում է 2 կերպար կամ 3 կերպար, ինքը ուժեղ դերասան է։ Փաստը այն, որ դու խաղի ժամանակ ինչ որ երկրորդ կերպարի հետ առնչվում ես, դա քեզ ոնց որ կրեդիտ է տալի։ Որպես լավ դերասան։ Նայ, հայ շատ ճիշտ բան ասացիր, բայց ստեղ էլի մարքեթինգը շատ մեծ դեր է խաղում, որովհետև այն թե ոնց էին իրանք ներկայացնում այն փաստը, որ Մայքլ Բի Ջորդանը 2 հլը դաժե 3 դեր է խաղում այդ ֆիլմում, որովհետև ես համարում եմ, եթե երրորդ դեր, երկրորդ աղբորը որ վամպիրը կծում է, այն լրիվ ուրիշ դեման է դառնում, պերսոնաժ է դառնում։ Բայց դա առաջի դեպքը չէր, որ դերասանը խաղում է 2 դեր։ Մենք ունենք Տոմ Խարդի լեգենդա ֆիլմ, մենք ունենք Ջեյմս Մակեվոյ Split-ի մեջ։ Էլ ինչ ունենք։ Եղեք զուտ սխալ է, Օսկարով 25 կերպար։ Ով։ Մակեվոյը։ Հա, բայց իրանք պրոդվիժենիայի պահին, մարքեթինգի պահին այդքան Օսկարի նոմինանտը չի եղել։ Դրա վրա ապրես, այդքան չի շեշտը դրվել։ Որտեվ իրանք չեն մտածել, որ դա կարելի է խաղարկել ախր։ Հետո կարևոր է նաև թե ով Կներես, էլի արտադրում շատ հազար անգամ կներես։ Ես չեմ համարում, որ Մայքլ Բի Ջորդանը, Ոտդ մոտիկը։ հայք, ես չեմ Կներես, համարում։ կյանք շատ անգամ կներես։ Ես չեմ կարծում, որ դու կարաս Լսի, ես չեմ համարում, որ Մայքլ Բի Ջորդանը ավելի լավ էր խաղում 2-3 դեր, քան օրինակ Տոմ Խարդի լեգենդայում։ Կամ օրինակ Նիկոլաս Քեյջը Օսկարով մի без դատ лица է։ է Այդ ֆիլմը։ եմ ասում, նայ, այստեղ կա դե բնականաբար մարդկային ֆակտորի սխալները, որ բոլորը չեն որ աբսոլյուտ ճիշտ են դատում։ բայց գիտես ինչ եմ ուզում ասեի, որ պետք է հիշենք, որ տարբեր կազմակերպություններ արտադրում այդ ֆիլմերը ու իրանց մարքեթինգը շատ տարբերվում է իրարից։ Այսինքն իրանք ուզում էին Թիմոթիի դեպքում լրիվ ուրիշ արդյունք ունենային։ Մայքլ Բի Ջորդանի դեպքում լրիվ ուրիշ արդյունք ունենային։ Եվ երբ որ իրանք վաճառում էին այդ բոլոր երկրներում տոմսերը ու ինչ էին վաճառում մեկ էլ Ում? շապիկներ, չէ՞։ Ինչ էր են։ Մայքլ Բի Ջորդանի։ В общем, չգիտեմ, в общем, չէ։ Ընդհանրապես, եթե հետևել եք Թիմոթի այդ ժամանակվա PR ամեն ինչին, ինչ որ խանութներում հատուկ բաժիններ կային, որտեղ վաճառվում էին այդ կինոյի հետ կապված ամեն ինչ։ Նարնջագույն շորեր։ Նարնջագույն, հա, ինչ որ շապիկներ, շորեր էր։ Այսինքն իրանք ամեն ինչ անում էին, Ինքն էլ Քայլին է։ ամեն ինչ անում էին, որ ամեն դեպքում նաև ֆիլմը վաճառվի, էլ էր փաստնել կա, որ մարքեթինգը ամեն դեպքում դրա հետ Ուղղակի կապված է։ ճիշտ մարքեթինգ է։ Ես խորհուրդ կտամ մի հատ դուք անպայման հետազոտեք բանի մարքեթինգը Neon Studio-ի։ Ուղղակի post տվեք Long Lex-ի մարքեթինգը ոնց է հասկացրել Neon Studio-ն։ Հիմա չէ։ Մի հատ նորից կասես, ինչ ստուդիո, Լեոն։ Neon։ Ես Neon։ չէի լսում։ Էդի երբ ա եղել։ Long Lex-ը ես նա դիտել եմ 24 թվականին։ 24 թվականի ֆիլմ է ինքը։ Հա։ Okay։ Կամ Ուզում եմ ասել, եթե օրինակ 24 2000-ականների ֆիլմ է, առաջվա մարքեթինգը լրիվ ուրիշ ձև էր ու ավելի Տեսեք, հա, օրիգինալ էր։ լրիվ ուրիշ բաներ առաջվա մարքեթինգը։ Հիմիկվա մարքեթինգը լրիվ ուրիշ բան է։ Բայց մի Այ բան հարցը նրանում է, ով է դա հասկանում։ Ով է հասկանում մարքեթինգը, որ փոխվել է։ Ով է Ուղղակի հասկանում, եթե որ ինչն է հիմա մարդուն ինքը հետաքրքիր։ սարսափ է, Միշտ է փոխվում։ Սարսափի Թաքնված է եղել լսարանը ժամանակ։ շատ նիշ է, ինքը սենց շատ փոքր չասեմ, բայց ինչ որ շատ թիրախային Հա, հատուկ նիշային է։ Նիշային է։ Այսինքն, եթե long legs-ը ինչ որ երկար ոտքերով բան է դրել, դա իրանասանը տեսնի կհասկանա։ Բայց Մարտին Սուպրիմը չէր ուզում ինչ որ հատուկ լսարանի հասնել, ինքը ուզում էր բոլորին հասնել, սենց Հա։ բոլորը նային։ Բայց գիտես ինչ էի ուզում ասել, Բայց ինձ ավելի վանեց դրանով։ Այն ժամանակ նաև գովազդները շատ թաքնված են եղել ու ուզել են որ մարդու վրա ազդեն ոչ ուղիղ ձևով։ Հիմա դա չեն թաքցնում։ Ոնց որ դիտողին ցույց են տալի, որ նայ ես խմում եմ այս սուրճը, որ դու էլ իմ կերպարի նման լինես, ու դու հագնվես իմ նման ու լինես իմ կերպ։ Օրինակ ես հիմա հիշեցի շատ հայտնի սերիալ Sex and the City-ն, որի մեջ այնքան գովազդ կա, մենակ Blanc, ապրես։ Manolo Blanc բարձակրունկները, որոնք բնականաբար դրանից առաջ էլ կային եւ հայտնություն են, բայց այդ սերիալը այնքան ազդեց, որ բոլոր այն մարդիկ, որոնք ուզում էին լինեն Carrie կերպարի նման, հագնվում էին իր նման ու այդ թանկարժեք կրունկներն էին հագնում, շորերն էին հագնում եւ այլն։ Հա, ուզում եմ ասեմ, բայց այդտեղ ամեն ինչ չէր որ ուղիղ էր։ Բնականաբար իրենք բրենդի անուն էին տալի եւ այլն, ու դա ուղիղ ազդեցություն էր ունենում իրենց սպառողի վրա։ Էդի որ ասացիր, գիտես ինչ հիշեցի։ Այն հայկական վատ կինո կա, տաքսի Էլի լավ է։
Հա։ Տաքսի։ Չէ։ Բարևը, բարիուսը։ Բարի օրը տաքսի։ Բարի օր։ Հա, Արավա Էդ ինչ է։ այն Տերեսի- մհերը որ խաղում է գլխավոր բարիոնը որ ձեն սուրկայի նման։ անցնում եմ Ոչ գիտեմ։ Ինչ լավ որ չգիտես։ անցնում եմ էկրաններից ինչ-որ մեկի մոտով, էդի է այդում։ Տեսնեմ տեսարանը, որ կանգնեցին ֆլեշի մոտ իջան ու մոտարապես դրեցի սկսեցի հաշվել։ Եվ մի 10-15 րոպե սա հարցերը ֆլեշի հետ կապված տվեցին։ Բա հոդոգը լավն է, բա բանը բենզինը չոտքի եք լցնում, բա բենզինի որակը ոնց է, բա բենզինի բանը դաչիկը դուրս Բայց դուք կտա։ ոնց եք Ես վերաբերվում։ հուսով եմ սա կկտրեք կներես ջել, բայց Ինչ է։ հայկական ֆիլմից իսկոթեք դե չէ որ սկսեցի խոսալ։ Ես sense ասեմ, քանի որ հիմա գործեր ունեմ դրսի շուկայի հետ ու շատ մեծ խնդիր ունենք լոգոների հետ կապված։ Որովհետև բացի այն, որ դու օրինակի համար չես կարող շիշը վերցնես դատարկ շիշով ջուր ալնի առանց այս էտիկետկայի, չէ՞։ Ինքը բնականաբար էտիկետկա պետք է ունենա, առանց սրա ինքը ոնց որ կեղծ է նայվելու։ Բայց խնդիրն էլ այն է, որ դու չես կարող վերցնես ու օգտագործես իրան։ Դուրը եթե համաձայն չի որ դու քո ֆիլմում օգտագործես, դու խնդրի մեջ ես։ Ստիպված դու արդեն իր հետ կոմունիկացիա ես դուրս գալի։ Ված մտնում եմ։ Ստիպված ես դու դուրս գալի դրան։ Գիտես ինչ եմ ասում կապ ունի հասարակությունը, որովհետև մի քիչ ընդհանրական եմ ուզում խոսեմ, որովհետև չեմ ուզում ինչ-որ տենց կոնկրետ բաների անդառնամ։ Կարևորը որ այն ֆիլմը եւ այն արտադրանքը մեդիա, որը դու անում ես, քո target-ը կամ լսարանը եւ հասարակությունը պահանջկոտ լինի քո հանդեպ։ Այսինքն եթե մարդը տեսնում է անորակ product-ի placement կամ տեսնում է որ մի բանը որպես, չգիտեմ, host կամ ներկայացուցիչ մարդը սխալ է ներկայացնում, դու պիտի պահանջես, որ կամ դրան ճիշտ ներկայացնեն, կամ դա ընդհանրապես չանեն։ Հիմա մենք ունենք խնդիր, որ բոլորը, որոնք ունեն հարթակ եւ բոլորը, որոնք ունեն ինչ-որ մեծա product ստեղծելու բան, անում են դա։ Իմ կարծիքով դա է խնդիրը։ Եթե մարդը իսկապես գիտակ լինի եւ իմանա մարքեթինգը եւ PR-ը եւ նույն placement-ը ոնց անեն, իմ կարծիքով նմանատիպ խնդիրներ չեն լինի, էլի, այն որ ինչ որ բանը տանում վեր ես թռնում, ասես լավ, չկա ուրիշ ճանապարհ դա գովազդելու։ Ես վերջերս մի հատ ոդկաստ էի նայում, անուններ չեմ հիշի, ումներ, ովեր, հիշում եմ մենակ որ մարքեթինգի ինչ որ մասնագետ էր նստած, կոնկրետ կամպանիայի աշխատող էր։ Իր հետ խոսում էին ու Հայկական։ Հա, չեմ հիշի որն է։ Okay։ Այդ որ ասում վերջերս Դու շուկան էլի ուզում հասկանալ։ կարող եմ 2 ամսվա բան ասեմ։ Մեջը խոսվում է հենց այդ գովազների մասով ու ստերի մասն եմ խոսում։ Ու ասում է որ դեպքեր է լինում որ հենց պատվիրատուն է, ինքն X կամպանիան ով ունի product։ Հենց ինքն է ուզում այդ ձևով գովազդ տեսնել։ Հաբա։ Sense։ Նայ, բայց այդտեղ մի հատ խնդիր ունենք, պատկերացրու դու ֆիլմ ես նկարում, դրամա ժանրի, բայց քո գովազդատուն թթվասեր է։ Սմետան։ Թթվասեր։ Այությամբ Եվ Կոֆորտ։ ու դու պետք է փորձես դրամաբանես ոնց թթվասերը լինի կադրում, որ ես որպես դիտող համ չնեղվեմ, համ չվիրավորվեմ, որ դու ինձ այնքան չես հարգում, որ այդ թթվասերը արդեն մտավ իմ Դա ոնց կանեմ հայրը, Եթե դու ընտրում ես նկարել մուգ գույների եթե մեջ, պատվիրատուն ասում է թթվասերը պետք է լինի ստեղ, չի կարելի ասել ես չեմ ուզում համագործակցել։ Ես քեզ մի բան ասեմ, դե սիտուացիան դա։ Հայկական ֆիլմում կլինի sense, այն ամենայն sense ինձ պահին որ պետք է արդեն զարգացում են, ես կնային իրար մեջ ու կասի տղա թթվասեր կուտել։ Կարելի է։ Ոսես կադր կանի Մարիաննա։ հենց է դա։ Ամենալավ թթվասերն է։ Վերին կանա, լավ։ Եկեք անուններ չտանք։ Ինչ որ մի բան գունավոր տարայով է։ Եթե դրամա ես նկարում մուգ գույների մեջ, օրինակ, sense շատ քիչ Նայ, մենք լուսավորությամբ, այդ մանուշակագույն մենք տարայով կարող ենք թերապես Ավելի լավ։ վերցնել, որ թիմը այնքան վատ վիճակում է ֆինանսապես, որ իրեն պետք է այդ գովազդը, դա շատ մարդկային հասկանալու բան է, գումար է պետք։ Հա, բայց այդտեղ Ինչի կամ պիտի համար է գումար հասկանաս, կամ լսանը պիտի Փողը զոհաբերես, կամ թթվասերը։ որ դու գանես կինոյի։ ֆիլմը նկարես։ Չէ, Հիմա դու որ հարցը տվեցի, ես հասկացա դու ինձ ես հարցը տալի։ Ցածր մասին չի։ Սմետան դու փչացնում ես քո ֆիլմը փողի համար։ Այդպես։ իրոք Այդ է բայց Ես ուրիշ բան եմ ուզում ասել, ես մտածում եմ, որ դու մի պիտի հատ, բայց մի դու հատ չես մտածում տեսարան։ որ դու կարաս անես ձևի անտեր թթվասերը նկարես որ քո կադրը փչանա։ Մարդ ասում է, ես ասում եմ, ես ոնց եմ ուզում, ես ֆլեշ բենզակալոնկեն Սա կայնեցիք 15 րոպե ֆիլմի մեջ, դուք խոսակ Հա, սաղ նյուանսների Ասես, եթե քեզ տալիս է այդ պայմանը,
դու որպես նկարող, ռեժիսոր մարդ կամ դրա ֆինանսով զբաղվող մարդ ընտրություն պետք է անես, դու ընտրես իր վերսիան ավել գումար ունենաս, թե ասես չէ, Պետք մերսի։ է ասես չէ, որովհետեւ դու Այդ ընտրողը ստեղծագործում ես։ դու ես։ Ասես չէ, չես ունենա տրվում է այս մատերիալը։ Ասացից չէ, ֆիլմ չես ունենա։ Ումա պետք է ֆիլմը։ Մի արա, պրոստը քո Հիմա- տեղը կլինի ուրիշը։ Բայց մենք հիմա Այդ ունենք ուրիշ պարագայում։ վիճակագրություն, չէ՞։ Մենք հիմա օթից չենք խոսում։ Մենք բնականաբար տեսել ենք ինչ-որ մի բան, դրա հիման վրա կարծիք ենք, չէ՞, ձևավորել, այսինքն այնքան շատ է եղել այդ placement-ը, որ մենք արդեն չենք կարողացել լավ սցենարով բանել նայենք, որովհետև հենց վերջերս ես խոսում էի նրա մասին, որ ինձ ասացին, «Ոայ, հանուներ չեմ ուզում տամ, հայկական էս ինչ պրոյեկտը նայել ես», ասացի, «Չէ», ու հետո Google-արեցի, պարզվեց ես մի սերիալ նայել եմ YouTube-ով, կիսատ եմ թողել, որտեղ այդտեղ տեսել եմ մի բան, որը ինձ հաճելի չի, ես չի ցանկանա դա տես։ Ինձ հաճելի չի եւ դա Գիտես չի եք, մենք ցանկանա, սա ոչ ես սիրում անում ասենք։ չեմ տվել է։ Ես եմ տվել։ Մենք եք սիրում։ Չէ, նկատի ունեմ։ Ես Մենք նայ, մենք Ես ունեմ։ sense, մենք Չէ, ուզում եմ ասել, որ կներեք, ես ուզում եմ ասել, որ եթե դու ստեղծագործող ես եւ դու ընտրում ես մի բանը գովազդել, դա քո դաշտում է, բայց այդտեղ ուրիշ հարցեր կա, դու պիտի հարգես, չէ, քո լսարանին։ Ապրես, Ու հանդիսատես։ այստեղ ուրիշ մի հատ փոճուր կոմպոնենտ կա, այդ մարդն էլ պիտի հարգի իր պրոյեկտը, ներողություն, պրոդուկտը օգտագործողին, որ ասի լավ, ուրեմն ինչքան պիտի ես իրան ցույց տամ ամենտեղ, որ գնան այդ յոգուրտը, չգիտեմ, առնեն խմեն, էլի։ Սա լիքը հարգանքի Այսպես հարց է։ օրինակ վերեմ։ Օրինակ մեր ոդքասթը։ Մենք պարտը որ չենք սա գովազդի։ Բայց դերը ոդկաստ է։ Բայց նայ, չէ, մտնին է ֆիլմում նայես, բայց մենք դայաղ ենք եղել այս ինչ տալով վրա։ Ու ինչ որ չափով ինքը դառնա կոլորիտային հետ այդ Մասով կինոյի։ է կարել։ Բիոկաս, Ինքը այսի լրիվ պես մի հատ օբյեկտիվ եմ դիրի։ ասում, սա անհամբան չի։ Ու այն Այսինքն բանը դերը է։ ոդկաստ է, ֆիլմ չի, որ սենց Հիմա դու ո՞նց ես կարծում մարքեթինգային լավ աշխատված ֆիլմ, թե լավ ստեղծագործություն։ Նա ես կարծում եմ, որ Այգը մեկի հետ չի լինում։ հա ամեն դեպքում լավ ստեղծագործությունը, որը իրականում իմաստ ունի ու արժեք իրենց ներկայացնում, արդեն քիչ է հանդիպելի, որովհետև մարդիկ փորձում են զետեղեն համեն։ Բայց եթե ընտրություն կա, բնականաբար ես կարծում եմ բոլոր այն մարդիկ, որոնք կինոյի հետ կապ ունեն կամ գոնե կինոման են, կընտրեն ստեղծագործությունն ու դրա իմաստը։ Գիտես ինչի, որովհետև մարքեթինգը միգուցե դա կախված է ռեժիսորից կամ այն մարդկանցից, որոնք աշխատում են այդ ստեղծագործության վրա։ Երբեմն աշխատում են հակառակ են պրոյեկտին, այս ստեղծագործությանը, որ իրենք ներկայացնում են, կարողացա միտքս արտահայտեմ։ Այսինքն կարող է իրենք ուզում էին ավելի լավ բան ստանային օգտագործելով դա, բայց ի վերջո արդյունքում ավելի վատն է էլի ստացվում։ Դե արվեստը sense բանա, դու նախ ստեղծում ես, հետո նոր մտածում ես վաճառելու մասին։ Ինքը մենակ տենց աշխատում։ Դու չես կարա։ Ես համաձայն չեմ հայք հետդ, որովհետեւ ստեղ ի սկզբանե այդ բալանսը ճիշտ պահելու մասին է։ Օրինակ բերենք հենց բանի մասին։ Նայ, օրինակ բերենք այդ Obsession ֆիլմի մասին, որ ասացինք, տեսեք, իրան նկարել են $1 միլիոն, բայց մի քանի օր անցել պրեմիերից։ 90 միլիոն է հանել։ նկարվել է $750,000-ով։ Չէ, 700,000 չէ, $1 Տենց էլ միլիոն։ գրած ես տենց բանով Ես գրածով չգիտեմ, գիտեմ էլի։ ես ինֆո ունեմ, որ $1 միլիոն եղել։ Դե համարյա $1 միլիոն է էլի։ Հա, մի քանի օրվա մեջ Անցել է, ամսի 29-ին չէր պրեմիերան։ հա, էդ էլ բանն էլ բեքրումն է։ Բեքրումսն էլ։ Մոտավոր նույն գնով են նկարել, տես, իրանք կարային վատ մարքեթինգի, վատ ռեկլամի, ոչ թե վատ մարքեթինգի, այլ տգեղ ռեկլամի հաշվին ունենային $5 միլիոն։ Գլխավոր դերում ով էր խաղում այդ աղջիկը։ Ինդիան Նավարետ։ Ինդիան Նավարետի փոխարեն այդ աղջիկը լիներ, ասենք, Խլոյա Մորից։ Խլոյա Գրեյս Մորիսը, հա, լավ կսազել իրան։ Անա դե Արմաս կարան, Սիդնի Սուինին կարել լիներ։ Թվաբանորեն եթե նայենք Սիդնի Սուինին, Թագարոս դերասանը արդեն ինքը իրանից ենթադրում է ծանոթ դեմք, ուզնավայմես վաճառք ու ապրես։ Արդեն իրանից ենթադրում է վաճառք։ Բայց հեղինակները գնացին իրենց տեսլականի հետևից, իրենց իդեայի հետևից, որ մենք ունենք քիչ գումար, մենք համաձայն չենք անելու տգեղ գովազդ մեր մոտ։ Ոչինչ, մենք կտեղավորվենք մեր $750,000 մեջ կամ $1 միլիոնի մեջ։ Ինչա՞ թե մեր ուզածը անենք, մեր հանդիսատեսին ձեռ չառնենք, անհարգալից չվերաբերվենք, ու իրանք այդ բալանսը նենց իդեալական պահեցին։ Որ հիմա արդեն մի քանի օրվա մեջ իրանք հարյուրապատկել են։ Դրա դիսբալանս հակառակ վերսիան է կարա լինի։ Բայց նա չի սվրեձին որ կա։ Առաջի տարբերակը, առաջի կինոն արվել առանց գովազդ, արվել է շատ էժան պրям։
չեմ կարող կոնկրետ թվեր ասեմ, բայց 10 միլիոնից չէր անցնում թիվը։ Ինքը 100-պատիկը համարը հանել է։ Բայց ես գիտես ինչ եմ ուզում ասեմ Հրանտի ասած Ինքը մտքին, 2 քանի միլիոն փող է հանել ընդհանուր իր Հիմա ինքը կողոց խալացի 100-պատիկը, բայց 2 քանի միլիոն է իր բանը եղել ախվատը ֆինանսական տեսանկյունից։ Երկրորդը օքեյ, երկրորդը արվել է գովազդներով, շատ գովազդով, արվել է արդեն ավելի հայտնի դեմքեր են բերել մեջը, բայց ինքը չունեցավ նույն էֆեկտը։ Ահրես։ բայց նայեք նույն Սիդնի Սվինին կամ չգիտեմ Սիդնի Սվինին արի օրինակ մի բեր, էլի, որովհետև իրան լուբոյ տեղ է ստանում, տկլոր ծնում ես։ Չէ։ Всё։ Իմ համար դա հակառակ էֆեկտն է։ Հա ուզում եմ ասել որ այդ հայտնի դերասանները օրինակ Chris Evans-ը կարա մտքի համար գնա շատ էժան պրոյեկտ, որովհետև հավատա, որ քո միտքը շատ լավն է ու իրան հայտնություն պետք չի, ինքը արդեն հայտնի մեդիա դեմք է եւ արդեն ինքը ունի իր գումարը, հետո ուզում եմ ասեմ շատ հաճախ այդ սանդղակի վրա ունեցել է ինքը տենց վերսը։ Սանդղակի վրա միայն դրված չի գումարը, էլի դրված է նաեւ միտքը, պրոստը պետք է ճիշտ բալանսը լինի, որ ստեղծագործողն էլ ճիշտ հասկանա դեպի ուր է գնում ինքը։ Դրա համար է վիժնը շատ կարեւոր։ Ինձ թվում է որ թիմը հավատում է այդ ռեժիսորի կամ սցենարիստի այն գաղափարին, որը հերուն է նայում, էլի, ասենք դու ինչ ես պատկերացնում, ինքը ինչ պետք է դառնա։ Եվ ոնց օրինակ Obsession-ը այդքան շատ press release-ներ, հարցազրույցներ չունի, բայց այդ գումարը, որ ինքը հանեց, ֆենոմենալ բան է, հաջողություն է, որը կարող են կրկնօրինակել։ Եթե հավատան սցենարին, եթե հավատան այն մտքին, որին այդքան ռեժիսորն է հավատացել։ Հիմա միացնեմ 3-ից ասածը, Obsession-ը ընդհանրապես իմ sense դիտարկելով ոչ նպատակ ունեցել սրան հասնի։ Իրանք sense ինչ որ պրոյեկտ են արել, որովհետև նախ ռեժիսորն է ահավոր անփորձ, իր որպես մեդիա դեմք լինելու տեսանկյունից եմ ասում։ Նախ երիտասարդ է, երկրորդ իր այդ ոնց է ինքը վերաբերում այդ ֆիլմի օրինակ գովազդի բանին, երևում է որ ինքը sense արել է, որովհետև ինքը ունեցել է ինչ որ մի միտք ու sense արել է։ Դրա համար դերասանները հայտնի չեն, չնայած այդ աղջիկը ես ավելի շուտ եմ ճանաչել ու ինձ թվում է այս աղջիկը միակ պատասխանն էր այս դեպքում։ Իր հենց դեմքը այդ դերի համար էր։ Այս դերասանները շահեցին այս ամեն ինչում, ռեժիսորը ինձ թվում է թքած ունի այս հաջողությունների վրա, որտեվ ինքը ուղղակի շատ sense մեծ շահում ունեցավ այս ամեն ինչի։ Ոստը հաջորդորը դասեր։ Ու հա, ու այս ամեն ինչը ուղղակի sense աստիճանի պուճուր չէր ինքը։ 26-ը։ Այս ամեն ինչը sense ուղղակի շատ լավ բան եղավ, բայց ոչ ինքն էր սպասում, ոչ ինքը նախատեսում էր, ոչ ուզում էր։ Ուզելա ինձ թվում է հարաբերական, հա։ Բան սահուն գամ, հա, օքեյ։ Բայց ամեն դեպքում այս մեր թեմայի մեջ օրինակը որտեղ մարքեթինգ չկա։ Մարքեթինգ չկա, բայց այս ֆիլմը հայտնի դարձավ սոցիալական ցանցերի այդ շատ կարևոր է։ Ես օրինակ մի բան ասեմ, չգիտեմ դուք երեքը տակ անում եք, երբ որ դուք ֆիլմ եք դիտում կամ սերիալ, գնում եք համացանցում փնտրում եք այդ սերիալը։ Էդիտներ նայում եք։ Դու էլ չես նայում։ Ես քեզ բան ասեմ։ Էդիտներ, այսինքն չգիտեմ ինչա, բայց ես պոստերը նայում, գիտեմ այդ ֆիլմը կհավանամ թե չէ։ Գիտեք ինչ եմ ասում, որ տենց հոդված կար New York Times-ներ ոնց որ Կամ Sunday Times-ն է։ Պատմում է, որ հիմիկվա սերունդը, երբ որ ինչ-որ բան է նայում, կապ չունի հարցազրույց թե ինչ, գնում է փնտրում է դա համացանցում, նայում է էդիտներ, ու դա ավելի շատ է ազդում նրա վրա, որ դու գնաս մի հատ էլ նայես, կամ եթե սերիալ է, ավելի շատ դու ինքդ սկսես խոսել այդ պրոդուկտի, այդ ստեղծագործության մասին։ Ես չգիտեմ դուք նկատել եք թե չէ, կան կինոներ, որոնց էդիտներն ավելի շատ դիտում են հավաքում, քան այդ ֆիլմը։ Ես մի բան էլ ասեմ, շատ մեծ եղել է որ ես էդիտով գնացել եմ ֆիլմը նայել, ասել եմ դե շատ լավն է, շատ էջոր էմոցիոնալ բան է, ավելի պարզունակ ու մենակ այդ մասը չէ լավ է։ Մենակ այդ հատվածը մեր բիձա մարդ ենք մենք էդիտը որն է։ Էդիտ ես մի բան գիտեմ։ Հատված կամ հատվածներ են վերցնում ու սարքում են շատ սիրուն բան։ Երկի երցեն տակ օրինակի համար Anthony Starr-ի վրով is the star man ախոսքի էդի բայց ավելի լավ են մոնտաժում են էդիտը կամ բան ուղղակի որ ֆիլմից օրինակ ամեն թերթելուց քրոանելուց մենակ այդ մի հատվածն ես տեսնում հետո գնում ես ֆիլմը նայում ես թե խիեր մենակ այդ հատվածը տեսնում դու հասկանում ես որ այս ֆիլմը ուղղակի շատ լավ սոցիալական ինչ-որ մի հատ SMM շիկի տվել են ինքը շատ լավ sense բումարել ու դրա համար այդ առումով ոչ TikTok-ին հիմա կարելի է հավատալ ոչ բայց դա չհավատալը երբեք չի ազդում նրա վրա, որ դա մեծ դիտումներ է։
ռեժիսորին ցույց էին տվել հենց Sinners-ից edit, չգիտեմ տեսել ես թե չէ, ինքը նստած է կաֆում, ասես մեծ էկրանի վրա միացրել ես հենց Sinners-ից edit։ Ու ինքս խորացած նայում ասում եմ, «Էսով է արել ես edit-ը»։ Ինձանից լավ մոնտաժ է կարողանում անել, այսինքն այնքան լավ է կարացել, հավաքի ֆիլմից ամենա փայլուն տեսարանները ու դարձնի viral Ամենը գիտես որ նա Մենք լարեցինք փակեց YouTube-ը։ Ինչ։ Մենք լարեցինք YouTube-ը։ Հիմա օրինակ կներես վերջին խոսքս ասեմ, հիմա սոցիալական ցանցերը դարձել են մինի գնան կինո ու կինո մինո։ Այսինքն հավաքվում Ստիպում են իրանք, որ դու գնաս։ TikTok-ում, Instagram-ում քննարկում են այնքան մինչև տարածվի, ու ես իմ հեռախոսի մեջ մոտ մի հատ ասեմ obsession, հիմա բացեմ, կարամ գրազգամ բոլոր TikTok-ում edit-ներ կվերի, չէ՞։ այդ obsession-ից են լինելու։ Ուղղակի վստահ եղեք։ Այդ edit-ների մասին խոսացիք, ամենահետաքրքիր edit-ների էնա, որ հիմա մտնեք օրինակ TikTok-ի կամ Instagram post-եք HBO Max-ի կամ Disney Plus-ի ակաունտները, իրանք այնքան edit-ներ են նկարահանում։ Շատ սիրուն բաներ։ Շատ կայֆ են մոնտաժում։ Շատ ուզում ես, էլի Սոցիալական ցանցում անորակ բանը երկար չի դիմանում։ Ես օրինակ երեք ռեպոստ եմ արել, համ story եմ արել Obi-Wan Kenobi սերիալից կտոր։ Շատ սիրուն էր արած, բայց երբ որ դու արդեն նայած ես լինում սերիալը կամ կինոն ու նայում ես այդ edit-ը, դու հասկանում ես խիտ խափում։ Հա, ես վերցրեցի copy արեցի Boys-ի ռեկլամը։ Հա։ Իմ ձևով։ Նոր սեզոն է։ Այդ նորվա հա բանը որ Starman նոր երկում է, հա։ Հա։ Ուզում եմ նայեմ այդ սերիալը։ The Just Boys, now, Ես սերիալ, ես կինո The Boys։ Դու տրավակ ստացած կինո։ Սերիալը, ես սերիալներ եմ քիչ դժվար եմ նայում, որովհետև իմ առողջության հաշվին է։ Բայց ասա վերջինը որ ես նայել։ որ նայես մեր հետագա Բայց սիրում եմ այդ ժանրի բաներից, թվում է կհավանեմ։ Բայց վերջինը ես ու մանել նայել ենք Ted Lasso։ Գիտեմ։ Մյուսը Hail Mary-ն է։ Դա իմ ամենասիրելին է։ Վերջի սեզոնը որ նոր պիդոզգա ես չեմ ուզում նայել։ Ինչի։ Ես երկու անգամ եմ նայել մի հատ մենակ Ջելկայի հետ։ Ես Շատ Բայց լավ։ վախում եմ ասեմ, եթե դու դրամա չես ես տարբերությունները շատ հազվադեպ եմ դնում տղա աղջիկա, բայց աղջիկ ֆուտբոլից դեռ չեմ Այո։ ստացել։ Այն կինը որ երգում էր բան Harry Styles-ի երգը։ Ես կարող եմ գնալ։ Խի։ Ինչ ասեց։ Ես ասի ես Մենք աղջիկ հա ֆուտբոլից չեմ ընդունում։ Եվ նո Ես ասեց, չէ՞ թե հո գևնո։ Ինչ ասեցիր։ Ասա ես սովորաբար տարբերություն չեմ դնում։ Բայց աղջիկ ֆուտբոլից չի կարող լինի։ Ինչ ուրիշ կապում էր այս թեմայի հետ։ Ted Lasso-ից ենք խոսում, Ted Lasso-ի 4 սեզոնը աղջիկների թմի մասին է։ Այդ չէ ինչա կան։ Ted Lasso-ն կապ չունի մեր թեմայի հետ, եկեք շեղենք թեմայից։ Ավելի շատ բան է պահանջվելու, ջանք է պահանջվելու, որ այս սեզոնը գրեն, որ ա կոտրեն ստերեոտիպները երկրորդ շարունակեն Ted Lasso-ի ստիլը։ Հիմա ես ասում եմ, որպես տենց շատ երկար տարիների ֆուտբոլի երկրպագու Չեմ ասում կոնկրետ թիմ, вообще։ Любой թիմ, любой երկրպագու, любой տղամարդ ֆուտբոլիստ վերապրում է ամեն խաղը ու այդ նույն բանը խաղի տեսանկյունից էլ տեսածի, արածի տեսանկյունից էլ աղջիկ ֆուտբոլիստը չի կարող անի։ Դա ձեր տեսանկյունից։ Դա любой ֆուտբոլ հարգող սիրող մարդուն հարցը Okay, դա ձեր любой ֆուտբոլ հարգող սիրողը տղամարդիկ են հիմնականում։ Ես մյուս անգամ կտանեմ MMA մրցումների աղջիկը այդ ֆուտբոլից է խոսքը գնում։ Ես ուրիշ սպորտը չեմ ասում։ Բայց մի բան ասեմ, Ted Lasso-ի սցենարիստներին վստահելով, ես այնքան բան ունեմ, որ իրանք շատ սիրուն են ներկայացնել։ Ամենաառաջի վերսիան տեսել ես Ted Lasso-ի։ Առաջի վերջը Ամենասկզբի վերսիան Ted Lasso-ի։ Դա մոտավորապես Դող սերիալը։ Ինչը։ Ted Lasso։ Հա ես գնում եմ։ Իրան մի լսեք։ Մոտավորապես 14 տարի առաջ Jason Sudeikis-ը անում է մի հատ sense promo, այդ ժամանակ չի եղել այդպես հասկացություն, որ սերիալ պետք է նկարվի։ Ոչ միք չի եղել։ Բայց դու իրան սիրում ես, չէ՞։ Որ այդ դերասանին։ Դերասանին։ Ինքը ոնց ասեմ, ընդհանուր այդ կոմեդի կուլտուրայի մեջ ինքը տարբերվում է։ Հա, հետաքրքիր եմ քայլի։ Jason Sudeikis-ը։ Ted Lasso-ի դերասանը։ Բայց դուք իրան տեսել եք Ted Lasso-ից առաջ։ Հա, կոմեդիաները իրա լավն են։ Ինքը հետարքիր կերպար է։ Ճիշտ է, մազերամենտեղ նույնն է։ Իրան ու всё։ Ինքն basic white boy կերպարն է։ Ինքը կլասիկ կոմեդիանտ է։ Բայց այն պարը տեսել ես, որ ինքը միշտ է տենց պարել։
Այդ եմ ասում։ Չէ, ջեմ 14 տարի առաջ մոտավորապես ինքը Tottenham կլուբ է գնում, որպես Ամերիկայից եկած ինչ որ X տրեներ, այդ ժամանակ չեմ իշ տրեները ով էր Tottenham-ի, կարճ ասած ինքը գնում է Tottenham, դրանից հետո գնում է Chelsea, տենում է Ժոզե Մորինյոյի ու Ժոզե Մորինյոյի հետ տրեները Ժոզե Մորինյոն։ Իր հետ ինչ որ բանակցություններ ա վարում տակտիկայի հետ կապված։ Ֆուտբոլն էլ սպորտ էր, չէ՞։ Հա, բայց ինքը այդ ժամանակ եղել է ոչ թե բանի, բեյսբոլի տրեներ։ Ինչ։ Բայց կոնկրետ Տեդ Լասոյի տեսանկյունից որպես սերիալ նորմալ է, որ ինքը կարա է թա ու աղջիկների Ես ուրիշ բան եմ հիմա պատմում եմ դրա հետ չէի։ Ո՞նց ասենք այս կետին։ Չէ, աղջիկների տղաների Ախպեր, ես դեմ չեմ որ դա կա։ Ես չեմ ասում դա վատ է։ Ես Ասում եմ վատ է խաղում։ Ես ասում եմ աղջիկը չի կարող խաղալ, այս ոստղեն, всё։ Դով չեմ։ Այդքանը։ Եկեք Չի վերադառնանք կարող ապեր աղջիկի մեջ լինի Ռոնալդինյո։ մեր թեմային։ Մորինյո։ Գիտես։ Մի րոպե։ Վերադառնանք մեր Քանի թեմային։ աղջիկական աղջիկներով հավաքական, չէ, էսի կներեք, հեսապ չունեմ։ Աղջիկը։ Քանի հավաքական, գիտես որ մեջ աղջիկ կա։ Քանիսին ես հետևել։ Հետևել։ Ու այ Ես եթե ինչ ֆուտբոլի մեջ չկա։ Ասիստ։ Ինձ Ռեալ Մադրիդի ու Բարսելոնայի աղջիկների խաղը մենակ հերիքա որ ես ասում Նայել եմ։ ես այսինքն։ 11-0 նոտայով 11-0 Կանգ ավարտի։ Ես ուզում եմ մի հատ հետաքրքիր բաներ խոսանք նոր։ Էրնեստի բանը փակա, չէ՞։ Ինչ է, ստիցի չեք ուզում։ Ճոպալատ փագի։ Ժողովուրդ ինչ վերաբերվում է վերադառնալով մեր թեմային մարքեթինգի հետ կապված։ Մի հատ շատ հետաքրքիր մարքեթինգի քայլ կա, որը ես երկու անգամ եմ տեսել, բայց կարող է ավել կա։ Մեկը, երբ որ ո՞նց էր այն սերիալի անունը, բրազիլիան անգլերեն։ Բաթու։ Նորա։ Բրազիլիան սերիալը Apple TV։ Ես չեմ նայել։ Այս ինչ ասիր։ Ben Stiller-ի։ Եվ որ օֆիսա գնում, Օֆիսային երազում ռոբոտիկների է, մասին, հա։ անջատվում է, դուսը գալի մոռանում է։ Հա, ջել, էսի կարծեմ դու նայել ես։ Հա։ Severance։ Severance։ Հա։ Severance-ի նոր երկրորդ սեզոնի դուրս գալուց մի քանի օր առաջ հետաքրքիր մի հատ պրոմո արեց Apple-ը։ Մետրոյի կայարանում մի հատ բան էին, տուփ էին սարքել, թափանցիկ, խորանարդ։ Մեջը նստած էին գլխավոր հերոսները, աշխատում էին համակարգիչներով, շփվում էին իրար մեջ։ Էդի իմ համար շատ հետաքրքիր էր։ Очень страшное кино նայել։ ապրես։ Очень страшное кино։ Հինգը, այդպես մի հատ բոքս էր դրել, չէ՞, փողոցի մեջ տեղը, ու մեջը բաններ այդ Ghostface-ը, հեռախոսով։ Էդի Չուվակը։ հա, ահա, ճուվակ։ What's ինքը բանը հետաքրքիր է ինքը ուշադրություն գրավում, ու դա աշխատող բան է։ Ինչ եմ ասում, որ 2000-ականներին, 1900-ականներին չկար այդ։ Meet and greet-ի նման բանա, ուղղակի դու չես կարող խոսած այդ դերասանների հետ, իրանք ուղղակի իրանք կինոն։ Այս պային դեր են կատարում։ Գիտես ինչն է որ էմոցիոնալ կապ է ստեղծվում ֆանատի, դիտողի, երկրպագու, այս պարողի միջև։ Ոչ միայն ֆանատի, անծանոթ մարդու։ Պարզապես անծանոթ մարդը հետաքրքրվում է ինչա։ Ու այդ այնը ինչ որ ինձ թվում է մեր մեդիային էլ է շատ պետք, ընդհանրապես կապ չունի ինչ է ստեղծում, որովհետև երբ որ դու էմոցիոնալ կապ ունես ու ինքը տեսնում է որ դու իրական ես ու այնպեսին ինչպեսին որ կաս բնականաբար սահմաններում, որովհետև ինչ որ բաներ կա, որը կարա դիտողի համար տենց շատ միանգամից լինի, էլի, այդ էմոցիոնալ կապն ու անկեղծությունը շատ է օգնում։ Պարզապես այդտեղ մենք շատ ենք, ինձ թվում է։ Ես մի հատ հարց ունեմ, բայց շատ փակագծեր չեմ բացում։ Քիչ առաջ մենք խոսում ենք X թեմայի մասին։ Չեմ ուզում ասեմ։ X թեմայի մասին ենք խոսում ու այդ X թեմայի մեջ կինոյի այսինքն խաղում են կոնկրետ երկու հոգի։ Ահա։ Այդ երկու հոգին մարքեթինգային քայլ են, թե մարքեթինգային քայլ են։ Այսինքն ստացվում պոստերին վրա են ճպտացած, բայց սա իրար հետ 6 րոպեվա էկրանայի ժամանակ չունեն։ Ես պրեմիերայից մի քանի օր շուտ, եթե քեշես դաժե վիդեո եմ ուղարկել ձեզ երկուսիդ։ Քեզ եմ հարց տվել, ես ինչի ասենց։ Ստացվում է մարքեթինգ արվել է, փող ծախսվել է, սցենարը թույլ է։ Չէ, ասի որ սցենարը թույլ է, ֆիլմն է թույլ։ Կայական։ Սցենարը լավն էր։ Կատարումը, ոնց ասեմ։ Այսինքն այդ երկու հոգուց բացի ուրիշ բան չէր կարա, հա, դեր խաղ։ Այդ գարսային Դրա նրան, մասին բան չեմ ասում, այդ դրա հետ համաձայն եմ, բայց սցենարը թույլ չէր։ այդ գարսը նրան, որ երբ որ դու ստեղծագործում ես, դու չես կարա իմանաս, քո գործը լավ կլինի թե չէ։ Դրա համար երբ մենք դեմից ստեղծագործում ենք, հետո նոր վաճառում ենք։ Բայց վերադառնալով մեր այդ սկզբնական թեմային, որը կապ ունի հենց քո ասած մտքի հետ, ինձ թվում է մենք ապրում ենք մի ժամանակում, որտեղ ամեն դեպքում բալանսի մասին է ամեն ինչ, էլի։ Ու առաջնահերթ դիմացինին հարգելու, այսինքն այն մարդում համար դու դա
ստեղծագործում ես։ Երբեմն ես լսում եմ, միգուցե ես արվեստագետ չեմ եւ այդ միտքը սխալ եմ հասկանում, որ ասում են օրինակ արվեստի եւ մշակույթի մարդիկ ոչ մեկի համար չեն անում, դա բաց ստեղծագործություն է, գիրք է, դու կգաս եւ կդառնաս իր օրինակ սպառողը, բայց ամեն դեպքում այդ հարգանքը պետք է լինի, այնքանով որ այսօրվա մեր խոսակցության այդ placement ունենա իր տեղը, միտքը, արժեքը, մարքեթինգը, բայց իմ կարծիքով մենք չենք կարող մի բան հանել իր մեջից, էլի։ Կարող է բացառություններ կան, բայց բալանսի մասին է։ Արվեստագետը ստեղծագործության մեջ բաց ու չի դնում թիրախավորումներ, որտեղ որ դու մի հատ թիրախավորում դնես, քո ընկնում ես ցիպոչկայի մեջ։ Քաղաքականություն ես ընկնում, ինչ որ աղջիկներին ես կպնում, սևամորթներին ես կպնում։ Դու հենց ինչ որ մի հատ սկսում ես հարմարվել բոլորին, and даже in Disney օրինակն է, որ Disney-ը մի օր ներվայնանում ասում է LGBT-ն ասեց մեզի sense։ Հետո դու սեղած ֆեմինիստ, հա, այս ռեք մեզից որտեվ դու ընկել ես այդ խաղի մեջ։ Ու дրա համար դու սկսում ես տուժվել։ Իսկ երբ որ արվեստագետ ասում է ես այդ խաղի մեջ չկա, ոնց որ Գայ Ռիչիի մեջ ասում է поднимайся черный урод, ասում է он мне сказал черный урод, это же расизм։ Ասում է это не расизм, ты черный и ты урод։ Բայց ամեն դեպքում այդտեղ էլ կապ ունի ով է նայում այդ ստեղծագործությունը, գիտես ինչ եմ ասում։ Չէ, միտքը մենակ դրա մասին է, որ ես համաձայն եմ։ Գիտի իր լսարանի։ Okay, բայց նույնը կարա անի ոչ Գայ Ռիչին ու cancel լինի նույն բանին։ Կոնտեքստի շրջանակներում ինքը եթե անի դա անելու համար, հա Գայ Ռիչին անում է, որտեղ ինքը Գայ Ռիչին է։ Իրա Բայց հիմա եթե Գայ Ռիչի ոճով սկսի ինչ որ մեկը ստեղծագործելու հասնի Գայ Ռիչի մակարդակին, բայց ոչին, այսինքն ինքը չլինի Գայ Ռիչի, իրան չճանաչեն այդ ոճով։ Ուղղակի իրան ճանաչեն որպես բայվիկ նկարող։ Ինքը cancel կլինի նույնպես։ Այս վերջին օրինակը մի հատ ասեմ, կարող է լսել եք Բայշեկ նայ Բրիջերտոնի մասին, որը ամենալավ PR-ն է անում եւ մարքեթինգը։ Չգիտեմ լսել եք թե չէ, բայց հաջորդ սեզոնի պատմությունը լինելու է աղջիկների մասին։ Այսինքն երբ որ երկու աղջիկ են սիրահարվում իրար, էլի ոչ թե կին եւ տղամարդ, բայց սրանց առաջ քանի սեզոն էր։ 4, հա, 4 սեզոն եղել է կնոջ եւ տղամարդու մասին։ Հիմա պատկերացնում եք, որ այդ լսարանը Netflix-ի, որը ամենատոլերանտն է, որը ամեն ինչ տեսելուս է, Բրիջերտոնի Instagram-ի կոմենտներում գրում է, որ մենք դա չենք ուզում։ Այսինքն նաև կապ ունի, որ այս ժամանակակից տենդենսների ու ժամանակակից ասելիք ստեղծող ռեժիսորների ու սցենարիստների դեպքում էլ կարա լինի մի հատ դեպք մեծ, որ մարդը ստեղծի շատ ժամանակակից product, բայց իրան մտնենք իրեն կոմենտ, բայց մենք դա չենք ուզել։ Ինչ եք փոխում ինչ որ մի բան։ Որովհետև իրան անում են արհեստական։ Շատ հարաբերական։ Ես գումարում եմ դա լինի, կարող է արհեստականությունն Ես լինի։ մի բան կարամ համաձայնեմ քո ասածի մեջ, ու ես էլ եմ զգում որպես այդ ճանապարհով գնացող, որ ուզում եմ գնամ այս ժամանակաշրջանում պետք է գտնել այն մոտեցումը, ոչ թե որ այդ որ ասում ես բալանսը պահես, այլ գտնես այն մտածելակերպի մոտեցումը, որ ինքստինքյան այդ բալանսին գա ու լինի թարմ։ Դու թարմությունն ես ուզում, ոչ ես հասկանում եմ, այդ նոր շունչն ես ուզում, այլ ոչ թե այդ հին կինոն ես դու ուզում, այդ մի տեսակ այն ձեր խոսալուց ես ոնց որ ենթադրեցի, որ դուք գնում եք այն պլյոնեչնի ֆիլմերի արդեն հնանալու եւ ավելի նորովի աշխարհ մտնելու ֆիլմի Մենք մասին։ դրան կողմ չենք, բայց դա է տենդենսը։ Ապրես։ Տենդենսը հիմա խոսում է նրա մասին, որ մենք կարողանանք գտնենք մեր զարգանալու ճիշտ կետը։ Այսինքն մենք այնպես զարգանանք, որ այն ինչ որ եղել է, նորովի դառնա, ավելի լավը դառնա, որտեղ նոր սերունդը պետք է ավելի լավացնի, ոչ թե ինքը ներքևիշնի, այլ բարձրացնի, ոնց որ իր հերթով բարձրանալով, ձևավորվելով, դառնալով ինչ որ տեսակ եկել է, ու մենք էլ պետք է դարձնենք ինչ որ տեսակ ու հանենք էդի նոր ուռվեն։ Բայց այդ որակը պիտի պահանջի քո դիտողը, այդ որակը կախված չի միայն նրանից, որ դու ամենասկզբից ուզես որակ ու ստեղծես դա, ախր որակը ինքը այնքան բանի միասնական գումարում է, այսինքն որակը մենակ լավ նկարած կինոն չի, չէ, որակը նաև սցենարն է, որակը նաև լավ դերասանն է, որակը նաև լավ placement-ն է։ Ես ուղղակի իմ վերած օրինակներում ուզում եմ շեշտել նրա վրա, որ միտքը կարա շատ լավ լինի, կարա շատ լավ 4 սեզոն գնա ինչ որ product, կարա ապագան իրա լավը լինի, բայց դու ինչ որ կետում արհեստական ինչ որ մի բան անես կամ շեղվես ու քո ամենազարգացած դիտողն ու սպառողը ասի
Ոչ ես քեզանից դա չէի ուզում։ Շատ ֆենոմեներ է։ Բայց սկսենք ընդեղից, եթե կա X կամպանիա, այդ X կամպանիան աշխատում է հենց massայի վրա, massային ամիսներով ու տարիներով պահելու վրա։ Այդ բaragայում ինքը պետք է լսի հենց այդ massային։ Պետք է մի քիչ ուրիշ է։ Ոնց է ստացվում, որ լսարանն է, մի րոպե։ մասն է, Ոնց է ասա լսարան։ ստացվում, որ օրինակ մենք նայում ենք X սերիալ, X սերիալը հասնում է վերջի սեզոնին, մեր սպասելիքները չի արդարանում, որտեղ մենք ունենք սպասելիք։ Այլ չի տվել սպասելիքները, չգիտեմ, տվյալ սերիալի ռեժիսորը կամ շոուրաները։ Բայց ինքը կարար աներ այնց ոնց որ ասում է մասսան, ոնց որ ասում է ֆանատը, ոնց ասում է գիկը։ Ես մենակ մի զարգացում եմ տեսել ֆիլմում, այդ գեղագիտությունն է։ Որ ֆիլմում։ Ընդհանուր Ընդհանուր ֆիլմը արտադրության Ես մեջ։ գիտեմ, Զվիզդա Դավիդը է ասել։ Զուտքո ասածով ինքը կպահպանի իր լսարանը ոչ թե կշատացնի։ Այսինքն սերիալը նորվա ասած կամ չգիտեմ ցանկացած սերիալ կամ կինո, որ նկարում ես, դու ուզում ես, որը շարունակական է լինում համենայնիվ մասերով, դու ուզում ես, որ ավելի շատ ինչ որ լսարան իրան շատ ավելի լսարանների վրա տարածես իրան, դրա համար շատ դեպքում ցավոք սրտի արհեստական բաներ են անում։ Բայց սերիալի դեպքում, եթե դու ուզում ես, որ ավելի շատ լսարաններ բանի, քո ասած դեպքում, էդի չի շատանա, էդի ուղղակի պահպանում է իր լսարանը։ Հիմա Bridgerton-ը աշխատում է դրա վրա, որ գոնե պահպանի։ Բալանսն էլ է ուրիշ, եթե դու նայում ես որպես ազատ ստեղծագործողին, եթե կարողացավ պահի դա։ եթե ազատ ստեղծագործողին ես նայում, կարաս վերցնես շատ հասարակ օրինակ, դալի, ում համար է արել։ Իրան թքած ուներ ու ինքը իր համար նկարում էր, արդեն իր արածը ստեղծագործությունը ինքը իրանով է գտել իր ֆանատներին կամ իր սիրահարներին։ Ամեն դեպքում Չի ունեցել հստակ բան։ որ եկաք մեր 100 հոգանոց դիտումներով վիդեոյի։ Մենք ենք շնորհակալ։ 100 չկա 68։ Մենք ենք շնորհակալ ու իհարկե Որից ձեզ երկուսը դուք եք։ ու իհարկե ձեզ սպասում ենք արդեն մեր տաղավարում։ Իրականում որպես sense գործընկերներ շատ հավես բան է ստացվում, մանավանդ երբ որ վիզուալն էլ կա, այս տաղավարի կշատ Явно. Հուսով ենք շուտով դուք եք ունենաք ձեր վիզուալը։ Մերսի շատ։ Հա, չէ, իրականում շատ հավես ասացվում։ Շատ հավես բան ունի, կոլորիտ ունի ոդքասթը, ինձ թվում է, ձեր ոդքասթը թե հաղորդում է, թե ինչ։ Մեր ոդքասթը։ Ինչ լինի։ Ձեր մտահղացումը շատ լավն է։ Ձեզ հաջողություն ենք մաղթում ու հուսով ենք, որ շուտով կգաք մեր տաղավար։ Ձեզ էլ լիքը կամերաներ, կարան կամերաներով գանք, եթե կուզեք։ Նա գաք։ Բայց հարթակ ունեք տեղադրելու։ Չէ։ Որ ուզենանք ունենանք։ Ինչ որ է, ձեզ լիքը հաջողություն, ձեզ քառապատիկ քիչ կասեմ, հարյուրապատիկ ավել դիտումներ։ Այդքանը։ Ձեզ էլ լսումներ։ Այո։ Ապրեք շատ։ Դե ինչ, հերթական էպիզոդը եկավ իր տրամաբանական ավարտին։ Երկնքից 3 խնձոր ընկավ։ 5 անգամ։ Չէ, 3։ Մեկը ջելկային, մեկը մանային, մեկը մենք երեքով կգիսվենք։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, լայք դրեք, կիսվեք, եթե հասել եք ստեղ, չգիտեմ, արդեն ավելորդ այսքան է ասել, որտեղ եթե այսքան նայել եք, դուք արդեն բաժանորդագրված լայքացեք։ Bye bye.